Բարև ձեզ։ Ես այսօր տրամադրված էի խոսել բոլորովին մեկ այլ թեմայի մասին, բայց հանգամանքները այնպես դասավորվեցին, որ ուզեցա խոսեմ բոլորովին այլ հարցի մասին, որը այս պահին ինձ ամենից շատն է հուզում եւ մտահոգում իսկապես։ Վերջի 10 օրում մենք ունենք արդեն երրորդ անմեղ զոհը Հայաստանի պաշտպանության բանակում, այս տարվա 8 ամիսների ընթացքում 14-րդն է արդեն, որքան իմացա երիտասարդը ինքնասպանություն է գործել, մի քանի օր առաջ էլ ինչ որ էլի վիրավորանք էին ասել, մեկը մյուսին կրակել էր ինչ որ իր ընկերների վրա, թե ընկերոջ վրա, ինչևից է։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, երեկո է մեզ մոտ, բնականաբար քիչ անց կպարկեմ քնելու, կարթնանամ առավոտյան, կգնամ աշխատանքի, Երևանում լույսը բացվում է, ոմանք դեռ գիշերային ակումբներում, ռեստորաններում երևի քեֆերի, տժժոցների մեջ են, մի քանի ժամից Երևանում լույսը կբացվի, կարթնանաք, սուրճ կխմեք, ինչ-որ մեկը երեխային մանկապարտեզ կտանի, մեկը գնա աշխատանքի, մեկը կմնա տուն, մեկը գնա իր գործերով, ամեն մեկ իր հոգսերով։ Այսինքն իմ եւ ձեր կյանքում, մեր բոլորի կյանքում ոչինչ չի փոխվել։ Ոնց որ եղել է անցյալ շաբաթ, այդ նույն ձևով կսկսվի հաջորդ շաբաթը, վաղը, երկուշաբթի օրը։ Բայց մի պահ ձեր ուղեղի մի անկյունում դուք կարող եք պատկերացնել, թե ինչ է կատարվում այդ զինվորի տանը։ Դուք կարող եք պատկերացնել այդ զինվորի եւ ընդհանրապես վերջի 10 օրվա 3 զինվորների կամ վերջի 8 ամսվա 14 կամ այս տարիների ընթացքում եղած այդ բոլոր զինվորների մայրերի վիճակը։ Այդ խելագարված հորը, որ այսօր իրան հայտնել է, որ իր երեխան, իր միակը կամ իր, չգիտեմ, իր արուզավակը էլ չկա, ինքնասպանություն է գործել կամ սպանել են կամ ինչ որ դժբախտ պատահար ա եղել կամ ինչ որ մի հատ ես չգիտեմ այնեն ինչ բառերով ասեմ, մի հատ տխմար տկարամիտ իր 37 թվականի բանով բեռնատարով քշել է զինվորների վրա երեխուն սպանել է։ Դուք այդ ծնողների վիճակը կարող եք մի վայրկյան պատկերացնել։ Կարող եք մի վայրկյանով մտնել այդ մարդկանց մաշկի մեջ։ Խելագարվել կարելի է։ Պարզապես կարելի է խելագարվել։ Սա այն վիճակն է, որ ասում է մարդ իր թշնամուն է, sense բան չի ցանկանա։ Իր դուշմանին է, sense բան չի ցանկանա։ Հələ մի պահ պատկերացրեք այդ մարդկանց վիճակը։ Այն sense անող տկարամիտը առօտը կզարթնի, իր շարասյունով քաղաքը կփագեն, գեթա կառավարության շենք, իր կյանքում ոչինչ չի փոխվի, Պապիկյանի կյանքում ոչինչ չի փոխվի, ու չի փոխվել, միայն լավն է իրաց մոտ փոխվում։ Պատգամավորները կգան վաղը կսկսեն իրար հայհոյել, որովհետև վաղը շատ, ուրեմն այսօր արդեն Երևանում լույսը որ բացվի, լսումներ են լինելու, ուրեմն ինչն է, բյուջեի հետ կապված, թե կառավարության ծրագրի հետ կապված, բայց դուք մի վայրկյան պատկերացրեք այդ սևազգեստ, այդ կինը, այդ մայրը, որ ոնց որ իմ մերն է ասում, 9 ամիս պահել է իր կրծքի տակ, լուսաշխարա բերել, մեծացրել է, պահել է, կերակրել է, սենց դողացել է ամեն ծնողի պես, ոնց որ ես էլ հիմա դողում եմ իմ երկուսի վրա, տվել է այդ տխմար տկարամիտ երկրի բանակին, որ երեխան գնան իրաց պարքը կատարեն, հայրենիքին ծառայեն, ու այսօր իրան զանգում ասում են չկա էլ քոնը։ Դուք պատկերացնում եք այդ հոր վիճակը, ես որպես տղամարդ, ես եթե մի քիչ ավելի երկար փորձեմ պատկերացնեմ այդ հոր վիճակը, ես կխելագարվեմ։ Եթե ես պարզապես փորձեմ պատկերացնեմ, դուք պատկերացնում եք այդ մարդկանց վիճակը։ Դուք հիմա Երևանում հայեր, Լոս Անջելեսում, Նոր Զելանդիայում,
Երևանում, Հայաստանում կարդանաք, ոչ մի բան չեղեց, ձեր սուրճը կխմեք, մեկը կսափրվի, գնաք ձեր գործերին։ Դուք այդ ընտանիքի վիճակը պատկերացնում եք, ով այդ բոլորին պատասխան տալու։ Ով է պատասխան տալու, թե եկավ այդ տխմարը այն ցիլոն դնի գլխին գա կանգնի մի հատ այդ մոր դեմը sense ձեռքը համբուրի կամ բան խափեցին գնաց, հա։ Այսա այն շղթայի օղակներից մեկն է, որ դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ես ձեզ եմ մեղադրում։ Ես մեղադրում եմ 720,000 հոգուն։ Դուք գնացիք, պաշեցիք էշի ճակատ, ախորի մեջ, այդ ախորի մեջ տարբեր տեսակի կենդաններ կային, դուք գնացիք նորից, պաշեցիք էշի ճակատը։ Հիմա մարկակասի այդքան իրան ձայն չեն տվել, կեղծել են, ինչ են արել, լավ 100,000 էլ կեղծել են, 600,000 հոգին գնաց ձայն տվեց։ Բայց այս բոլորը այդ շղթայի օղակներն են։ Բանակի այս վիճակը, որը հասարակության հայլին է, դրանք մասին 100 անգամ խոսացել են, ոնց որ ապրում եք բանակից դուրս, ձեր ընտանիքներում, ձեր բակերում, ձեր թաղում, ձեր քաղաքում, ձեր գյուղում, նույն բանը երեխան ինչ որ տենում սովորում է, այդ նույն բարքերը բերում են բանակ, սկսում են այնտեղ իրար հետ կիրառել։ Այս գրքի մասին ես խոսել եմ ձեզ հետ, Կոլյա Ստեփանյանի գիրքն է, որը կոչվում է Որտեղ, կամ կարելի է թարգմանել որտեղ է Կոլյա Ստեփանյանը կամ որտեղ։ Այն Մոսկվայա բնակ հայ երեխայի մասին, որ եկավ, գնաց բանակ, միանգամից պատերազմը սկսվեց, ընկավ շրջափակման մեջ, տեսել եք, երկու ոտքերը կորցրեց։ Այս գիրքը, քանի որ ձեզանից շատ-շատերը հայերեն, ռուսերեն չեն կարդում, արդեն հրապարակվել է հայերենով։ Վերցրեք այս գիրքը կարդացեք, բոլորի համար շատ օգտակար է, անկախ դրանից զինվորական երեխա ունեք, չունեք, ինչ տարիք եք, այս գիրքը կարդացեք։ Որպեսզի հասկանաք, այս մեր երեխեք ինչի մեջով են անցել Արցախյան պատերազմի ժամանակ, եւ ընդհանրապես ձեր բանակում, ձեր ստեղծած բանակում, ձեր կողմից այդ մի կողմից քննադատում եք նախկիններին են շունխացնող են բանը Ղզօղլյանը իր ժամանակ մայկատրուսիկ չեղե, հիմա գովում եք, հիմա կլուբնիկա կա եւ այլ նույն բանակն է, ոչինչ չի փոխվել։ 111-րդ էջից մոտ մի 30-40 էջ այս տղան նկարագրում է յախշիական բարքերը ձեր բանակում։ Իսկ դա գալիս է դրսից։ Դա գալիս է դրսից, նույն բարքերն են։ Ինչ որ այս երեխաները դրսում տեսնում են, սովորում են, այդ նույն խոսելա ձևով, այդ նույն խոսելա ոճով գալիս են բանակում իրար հետ շարունակում են։ Եվ նորից եմ կրկնում, սա ձեր ընտրության արդյունքն է, սա այն 720,000 հոգին են, մեղավոր այս զինվորների մահվան մեջ, որ գնացին Նիկոլի ձայնը տվեցին։ Սա նույն թշնամու կողմից գրված, պլանավորված Հայաստանը վերացնելու պլանի մի մասն է, որ իրագործում է Նիկոլը իր իշխանությամբ, իր խմբակով, ձեր լռությամբ, ձեր համաձայնությամբ։ Այդ որ կաթողիկոսին ամենայն հայոց կաթողիկոսին տարել են դատարան, կաթողիկոսին դատում են, չկա այնտեղ մի 50,000 մարդ, այն որ ասի Նիկոլասի փողոցը խորոված են կանում, Սաղամիրյան փողոցը կփակեք։ Բա դուք քրիստոնյա ազգ եք, առաջի քրիստոնյա, այդ ուրա մի 50,000 հոգի չկար ելներ այդ դատարանի դուրը սենց փագեր, կաթողիկոսին չթողեն, որ Էշմիածենից նույնիսկ դուրս գալ։ Ընկնեին գետնին կաթողիկոսի ոտքերի դեմ ընկնեին, ասեին ձեր սրբություն, ամենայն հայոց կաթողիկոս, դու ստեղից պետքա դուրս չգաս, դու դատարան պետքա չգնաս։ Այդ դատը հարուցած այդ տիրադավին էլ գնային գլուխը կոտրեին։ Էս այդ նույն շղթան է։ Թշնամու կողմից Թուրքի եւ Թաթարի կողմից հրահարված հայ առաքելական եկեղեցին քանդելու նույն ծրագիրն է։ Ձեր տկարամիտ վարչապետ Նիկոլն էլ
Վաղը կգա խորհրդարան, արդեն կտեսնեք, կիմանաք, որ կառավարության ծրագրի մեջ կետ են մտցրել, աշխարհում է չլսված բան, կետ է մտցրել կաթողիկոսին փոխարինելու, հանելու։ Պատկերացնում եք, որ պետությունը իրավունք ունի խառնվելու եկեղեցու գործերին, ինքը կառավարության ծրագրի մեջ կետ է մտցրել կաթողիկոսին անպայման պետք է 5 տարվա մեջ հանի։ Այս այդ բոլորն է, Տիգրանաշեն, Արցվաշեն, այ խելոք ակաշդերը կախ, էդ էլ կտակ։ Ադրբեջանցին կգա բանում Տիգրանաշենում ռազմաբազա կդնի, բա ոնց կարակ չթողեք, խաղաղություն եք ուզում, բայց սա խաղաղությունը առանց կռվի, սենց կամաց կկվի պես պետքա տակ։ Տիգրանաշենն էլ կտակ ձեր համար լռությամբ։ Լռությունը հայ ազգի ամենամեծ թշնամին է եղել, լռությունը եւ տգիտությունն ու տխմարությունը։ Մի 3 հատ Նիկոլա Պաշ բլոգեր կան, այն Civic Mivik-ից բացի մի հատը կա այն Բագդասարովնա, չէ, այն մի հատը կա այն ձմերուկ ծախող տղուն բռնել տվեց, մի հատը կա վզինեսեն շան ժնջիլը քծած Ռուսաստանի ակցենտով էլ խոսում է գոր, ես Մինչյանի ձելերի մենորը բանմաներ գրե, այս սրանք են էլի սենց Նիկոլի Պաշտ, Նիկոլին մեծարելով սենց թուրքական ծրագրեր իրականացնելով երկիրը տանում է դեպի կործանման։ Սահմանադրության հանրաքվեկանի խելոք կգնա, կձբան կանեք, կքվեարկեք, համաձայնություն կտակ, որ անկախության հռչակագիրը տեղից հանվի, որ մեկ ասեմ։ Ատոմակայանը փակել կտան, ձեզ կասեն նոր ատոմակայան են կառուցելու, կփակեն, բայց ոչինչ, Ադրբեջանից էներգիա կառնեք, Ադրբեջանից էներգիա կստանաք, գրել եմ, երկու բան գրել եմ, Արևմտյան Ադրբեջանը իրականություն կդառնա, այն որ ընտրություններից առաջ խելոք մարդիկ ձեզ ասում են 300,000, բաուրա, երբ են գալու, այս Տիգրանաշենը կտակ, կամանց, այդպես հերթով կտակ։ Կասեն, որ գյուղում են ադրբեջանցի կապրե, կգան այնտեղ 10 հոգի կապրեն, 20 հոգի կապրեն, 5 ընտանիք կապրեն։ Հանկարծ փորձեք մի ադրբեջանցի որ ասեք աշկիդ վրա ունք կա, պատահական փողոցում, ավտոյի կանգառում ավտոբուսի։ Միանգամից Ալիևի զորքը կգա իր բնակչությանը պաշտպանելու համար։ Դուք պատկերացնեք ձեր գլխի գալիքը ինչա լինելու։ Որը ասեմ, Հայաստանը կործանում 3-րդ հանրապետությունը արդեն սրտով չի, վերացնում է ինքը Իրանից 4-րդ հանրապետությունն է ստեղծում։ Ժողովուրդ ջան, շատ բաներ կարելի ասել, այս բոլորը մի շղթա է, բանակը դաշնակցության են քարկոծում, որովհետև դաշնակցությունը հզոր կառույց է, կանգնած Հայաստանի մեջքին, այդ որ ասում են Սփյուռք, հիմա սկսել են Սփյուռքից խոսել, երեք նայեցի հանձնակատարն է Սփյուռքից արդեն խոսում, ինքը Սփյուռքում մեծացած տղա, Գլենդելի քաղաքապետն է եղել, ինքը արդեն դարել է նիկոլական, Սփյուռքից է խոսում, Սփյուռքը սենց, Սփյուռքն է, Սփյուռքին մենք ենք սնուցել եւ այլ։ Այս բոլորը հպարտ ասեմ, ժեխ ասեմ, Հայաստանի քաղաքացիներ, սա ձեր խելքից է, ձեր համաձայնությամբ, ձեր լռությամբ, հերթով իրականացնելու են, սա թուրք-ադրբեջանական ծրագիր է, որը իրագործում է Նիկոլը իր վարչախմբով, իր խմբակով, իր ինչա կոչվում, վարչությունով, իր պատգամավորներով, իհարկե մնացածը, որ նստած են կնոպկա կոճակ սեղմողները խորհրդարանում, եկեն նկատել եք, նրանցից ոչ մեկը ինքնուրույն դատելու ունակություն չունի։ Կամ SMS է ուղարկում, որ կաթողիկոսին իր բանով աշխարհի կանոնով կդիմեք կրկնում են, կամ էլ ինչ-որ երբ որ վարչության նիստ են անում կամ խմբակցության նիստ, ասում են թե ինչ պետք է խոսել, բոլորը թութակի պես Նիկոլը ինչ ասի կրկնում են։ Նրանք իրաց ինքնուրույն խելքը չունեն, դատողությունը չունեն, բայց քանի որ իրանք այդ 60 հոգով ավելի զորեղ են, քան թե դուք 2-3 միլիոնանոց Հայաստանի քաղաքացիները, մոտակա Սփյուռքը, Ռուսաստանի, Միացյալ Նահանգներում բնակվող Գլենդելում, անդադ ռուսը, այդա խոսեք, ռուսից խոսացեք, ասեք Քոչարյան ռուսը, Քոչարյանն է մեղավոր, Ռուսն է մեղավոր։ Դուք ոչինչում մեղավոր չեք։ Քոչարյանն է մեղավոր, Ռուսն է մեղավոր, Քոչարյանն է մեղավոր, Ռուսն է մեղավոր, Սերժ Սարգսյանն է մեղավոր, Ռուսն է մեղավոր։ Դուք սուրբ եք։ Բայց լավ իմացեք, ձեր ժեխության, ձեր տգիտության պատճառով բանակում զոհերը շարունակվելու են, սա որտեղ դա բանակը քանդելու ներսից մի ձև է։ Մի պատմություն պատմեմ, թե հետս եղավ Երևանում, ուրեմն տաքսիով, Yandex տաքսիով տեղ են գնում, կնոջս հետ սկսեցինք ինչ որ հիշեցինք մեր ծանոթներից մեկին,
որ եկել էին Միացյալ Նահանգներ հղի վիճակով, ուզում էին այստեղ երեխա ունենալ, սկսին քննարկել, որ բնականաբար ասի երևի ուզում են երեխա ունենային, որ երեխան քաղաքացի լիներ, հայ էր բանը, հետո հիշեցին, որ կարծեմ Քոչարյանի հարցը Սիրուշոնել այն ինչ-որ ստեղ ծննդաբերել եւ այլ, մեկ էլ վարորդը երիտասարդ տղա էր, մի 25 տարեկան երևի, մտավ մեր խոսակցության մեջ եւ ասեց, որ դե թող դրանցից ոչ մեկը հայրենասությունից չխոսա։ Ասի, եղբայր, ինձանից բավականին երիտասարդ ես, քո հոր տարիքին եմ։ Ընտանիք ունես, ամուսնացած ես, այո։ Երեխա ունես, այո, ասի ուրեմն լսի ես քեզ ինչ եմ ասում, իմ կարծիքը։ Տղաս Սուրենը 17 տարեկան է։ Փառք Տիրոջը, որ տղաս ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է, ապրում է աշխարհի ամենահզոր, ամենախելացի, ամենամտածված, ամենահամակարգված, ամենաապահով պաշտպանված երկրում։ Ասի, բայց դու լավ իմացի, եթե իմ տղաս էպես լիներ հանգամանքները, որ ես տեղ ամուսնացած լինեի տարիներ առաջ, իմ երեխաս Սուրենը սնված լիներ Հայաստանում, ես ինձ կսպանեի, բայց ես թույլ չէի տա, որ տղաս գնա ծառայի բանակում։ Ուրիշ բան ասի, որ բանակում լիներ պատերազմ սկսվեր հեռը տնից տեղից, այդ ժամանակ զոհվում են երեխաները, բան հասկանալի է, հայրենիքն է պաշտպանում։ Բայց այս տխմար, այս տկարամիտ բանակը ես երեխա տամ, որ տանեն իմ երեխուն 14 հատ բերեն դնեն ծնողի դեմը առանց հավակցություն հայտնելու, մի հատ ստից ֆուրաշկեն հանի բանը, մի հատ ստից նախարարությունից փող գնդապետ ու թողեն էթան, ու դրանից հետո ես սկսեմ անդադ դեպի Եռաբլուրա գերեզմանոց ամբողջ օր այնտեղ գնամ մուխ։ Եթե ասի դրանով ես պետքա լինեմ հայրենասեր կամ ոչ հայրենասեր, ասի եղբայր, ուրեմն դու համարի ես շատ վատ հայրենասեր եմ։ Չնայած ասի դու ինձ չես ճանաչում, դու ես չգիտես ինչ կյանքով եմ ապրում, ես որքան հայրենասեր եմ ապրելով Ամերիկայում, ես ավելի շատ հայրենասեր եմ, թե պակաս հայրենասեր եմ, քան Հայաստանում ապրող մի 100,000 հոգի, բայց եթե դրանով է որոշում, ես ասի երեխա չի ունենա եւ չունեմ, այդ տխմար երկրի Երևանում ենք դե խոսակցությունը, այս տգետների երկրի, այս իշխանության, Պապիկյանի կառավարած բանակին, Նիկոլի կողմից ղեկավարվող գլխավոր հրամանատարի կողմից ասի, ես բան չունեմ տալու երեխա։ Դու ասի ծնող ես, ինձ պետքա որ լավ հասկանաս, ամեն ծնողի սիրտ ցավում է իր երեխայի համար, ոչ մի ծնող չի ուզի իր երեխայի մատը փուշ մտնի, էլ չեմ էլ ասում իր երեխային կորցնի։ Պետքա խոնարհվել են ծնողների առջև, որ շատերը կամ հնարավորություն չունեն, տերովին տերնա տարել, անտերին գելնա կերել։ Այդ ովքեր էլ որ երեխեքը գնում են բանակ կամ գյուղի երեխեք են կամ բան ընտանիքներից, որ փող չունեն, ինչ, հա կաշառ չկա, կաշառակիրությունը վերացել է, հələ գնացեք այդ բաները մի հատ պատտվեք զինվորական զորամասերում կաշառակիրություն չկա, բանում վայնկամատերում կաշառակիրություն չկա, փողով չեն ազատվում, պաշտոնով երեխեքը չեն ազատվում, որ պաշտոնով երեխենա գնաց ծառայ, Նիկոլի տղեն է այդ բանակ ծառայ է, թե Դավիթ Տոնոյանի, որ ամեն մեկի հետևից 10 հատ թիկնապայր շրջում Նիկոլի տողի հետևից 10 հատ թիկնապայր մի օր էլ չաստում հաց չկերավ, սաղորով վետերոկտերում հաց կերավ։ Թե դրանով պետքա բան լինի, հայրենասեր ենք կամ հայրենասեր չենք։ Նախկինների ժամանակ 80-ականների զենքով, մայկատրուսիկ, հիմա կլուբնիկա են տալի, հիմա ինչ ճաշ են տալի, ի՞նչն է փոխվել, ոչ մի բան։ Այդքան դժվար է կարգ ու կանոն ստեղծել, կարծում եք բանակում, մի ամսվա մեջ, տվեք ինձ իրավունք, տվեք ինձ իշխանություն, մի ամսվա մեջ ամբողջ բանակը կարգ ու կանոն բերեմ։ Հələ այս զորամասը որտեղ էս երեխեն զոհվել է, հանեք զորամասի հրամանատարին կանգնեք ու գնդակարեք։ Կոպիտ բան եմ ասում, ոչ մարկային, դատեք, տարեք, դատի տվեք։ Զորամասի բոլոր հրամանատարներին հավաքեք ու ասեք, ով է ուզում լինի զորամասի հրամանատար, բայց եթե մի զինվորի մատը մի հատ փուշ մտավ, դատվելու ես։ Դա չասեք լավ, գնդակարեցինք։ Պատերազմի ժամանակի օրենքներով կարելի էր գնդակարել։ Դատվելու ես, 10 տարի նստելու ես։ Ցմա նստելու ես, ուզում ես լինես, հələ տեսեք ով կուզի լինի։ Էսա ձեր բանակը։
ոնց է յախշիների բանակը $200 տու ուղարկեմ եթաս տուն $200 տու ադրբեջանական լրտես աղջկա հետ խոսալով ցախ զորամասի գաղտնիքները ասեմ անեց որ ցավում եմ ուզում եմ ցավակցեմ խորը վշտով ցավակցում եմ ընտանիքներին բոլոր այդ մայրերին չոքում եմ իրենց արժև խոնարհվում եմ իրենց չգիտեմ ձեռքը համբուրում եմ եթե դա ինչ-որ մի բան կարող է փոխել հայրերին գրկում եմ բոլորի հետ ինչ բառեր չեմ գտնում որ ասեմ այդ երաբլուրը որ մտնում եմ ամաչում եմ 62 տարեկան եմ ամաչում եմ այդ զայնագրությունը ձեզ ցույց տամ այս սերից լացելով մտնում եմ երաբլուր այն սերից դուրս եմ գալիս ամաչում եմ այդ զայնագրությունները տեղադրեմ որ չասեն արա եկամարտերսը Էտա ձեր երկիրը կարևորը գիտեք ինչն է խինկալին այսքանը լինի կրոսանը սենց այսքանը լինի կոֆեի բաժակը սենց լինի քյաբաբը 3 մետր լինի հասկանում եք էլ որ մեկ ասեմ մնացածը ոչինչ տժակ բարեք համալիրում Դումիկյանի հետ այդ է կարևորը ջանդամ թե Տիգրան Աշենը չեն բերեսա զինվորական բան չի դա զորամաս չի դնի ալիևը ջանդամ թե կաթողիկոսին աշխարհով մեկ ձեզ խայտարականում կաթողիկոսա դատում թքեմ ես ձեր քրիստոնյա երեսին այ էլ ինչ ասեմ չեմ ուզում հայոյեմ արա այս ազգի գուցե ժողովուրդ գուցե ասեմ մեկ թե ասեմ դուք որտեվ ես չեմ ուզում ասեմ մենք որտեվ շատ ու հարցերի 99%-ում ես այդպեսին չեմ իսպիսին դուք եք հասկանում եք դրա համար եմ միշտ տարանջտում լավ ասեմ մենք գուցե մենք որպես ազգ սպառել ենք մեզ էլ գոյություն ունենալու իրավունք չունեն ժողովուրդ որտեվ միայն ինչ ասեմ ջիշովկա անթասիբ են կործավող ազգը կարա թույլ տա հասարակությունը, որ իր կաթողիկոսին մի հատ ոչնչություն, երրորդ կուրսն ավարտած մի հատ գեղցի, տգետ, տկարամիտ, իջևանցի, խոս, խորովող, իր էլ մի հատ իրան նայեք, իր երեխեքին նայեք, իր ընտանիքին նայեք, իր հորը նայեք, իր տան պատերին նայեք, մենակ ջիշովկա հասարակությունն ու ազգը կարա թողի, որ իր կաթողիկոսին դատեն, տանեն դատարան հասցնեն, մենակ ոչնչություն հասարակությունը կործանվող ազգը կարա թողի, որ ցեչի չոր մի հատ ոչնչություն իրան նման։ Այդ Նիկոլը գիտեք խա հաղթում, ձայները շահում, ինքը տեսնում է դուք ինչպիսին եք, Հայաստանի հասարակություն, ինքը ձեր նման է, ինքը ձերանից մեկն է, ինքը մի հատ ժեխ ձեր նման ժեխ է, ձեր ծոցից դուրս եկած, դրա համար ինքը խոսում է ձեր լեզվով։ Մարուկյանը, Արա Պապյանը, Հայկ Մարտիրոսյանը, որ մեկը ասեմ, որ խոսում են իրական դասական քաղաքական ոճով, քաղաքական գեղեցիկ բառերով, այն Մարուկյանը գալի եթերա ունենում գեղեցիկ վերնաշապիկներով, զապինկեքով, բանով, էդի ձեր սրտով չի հասկանում եք, դրա համար դուք այդպես մարկանց անտեսում եք ձայն չեք տալի, ձեզ պետք է այդ մեծ կանացի կրծքերով, ծուռ ատամներով, ձեր ծոցից դուս եկած ժեխը խոսա, ձեր լեզվով փռեմ, կզսնեմ, գետին անեմ, վնգստացող դատավորներ, հասկանում ես հայոյա խառը բարերով խոսա, որովհետև այդ դոգ եք սիրում։ Այդ դոգ եք ձեզ կամ դոգա պետ, կամ Նիկոլա պետ, երկուսն էլ այդ ինչ ասեմ կանալիզացիայից հելած կեղտեր են, էլի, ու ձեր սրտով է, դրա համար էլ գուցե երևի եկել արդեն expire կլում, էլի, լրանում է գոյատևության ժամկետը ժողովուրդ։ Ուղղակի տակեք չեք զում, հələ այդ կասկադները, բաները, օպերա, Թումանյան, թանգարան, բան նստացեք, լայքեր եք դնում ես տկարամիտներին, մտածում եք հələ թուրքը թե չի ասե։ Հələ 4-րդ հանրապետությունը սա կսարքի, բանը կփագենք, ասա, ատոմայականը կփագենք, սահմանադրության փոփոխություն կանենք, հանրաքվե կանենք, անկախության հռչակագիրը կհանենք, բան տեսար։ Ասում էլ ժողովուրդն այնց ընտրել, թե չէ ժողովուրդը ընտրած չլեր, ես ձեր արժեվի կանգնեի։ Նույնն էլ բանակն է։ Այդ դա է պատճառը։ Ինչ ասեմ։
Անչափ երջանիկ եմ, որ Հայաստանի քաղաքացի չեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի եմ, սիրում եմ իմ երկիրը, իմ հայրենիքը, սիրում եմ իմ ազգին, բայց վերացական կերպարն եմ սիրում իմ ազգի։ Այդ բնակչությունը, որը տեղ ապրում է, դրանց 80%-ից զզվում է, որտեվ ժեխա 20%-ը կան խոսում են էլի։ Արաքս Մանսուրյանն է խոսում, հասկանում եք, մտավորականներ կան խոսում են, բան պաշտպանում են էլի, բայց դուք միշտ են կեղտին լսեք էլի, են տկարամիտներին։ Շատ ուրախ եմ, որ այդտեղ չեմ ապրում։ Մտածեք, դեռ ժամանակ կա, ուշքի եկեք։ Այն Արտաշես Քալանթարյանը մի հաղորդում ուներ, կարծեմ հեռուստատեսային, բացեք ձեր աչքերը։ Սիրելի հայաստանցիներ, բացեք ձեր աչքերը, կանգ առեք։ Կանգնեցրեք Նիկոլին, կանգնեցրեք Նիկոլի իշխանություն, բոլոր հնարավոր եւ հանրային ձևերով։ Շատ քիչ է մնացել։ Վարի եք գնում, վարի է տալիս երկիրը, հələ ճիշտ է, կասկած չի ասել, բայց այդտեղ էլ կլինեն։ Եվ իմացեք, որ քանի որ դուք շարունակեք սենց անտարբերությամբ, լռությամբ ապրել եւ կուլ տալ ամեն ինչ, ձեր ինչպես ասում են, աջակցությամբ քանդեն եկեղեցին, պետությունը, պետականությունը, սահմանները, բանակում իր զոհեր կլինեն։ Մտածեք ձեր երեխաների մասին։ Ոչ բոլորդ կարող եք կաշառքով կամ ազատել, կամ պաշտոնյա եք, որ ազատեք երեխային, ոչ բոլորդ կարող եք ձեր երեխաներին փախցնել այդ տգետ եւ գավառական երկրից։ Մտածեք։ Դուք կարող եք այլ ճանապարհով փրկել ձեր երեխաների կյանքը։ Աստված օրհնի ձեզ։ Խելամտություն եմ ցանկանում։